Մեթոդոլոգիա է, տեխնոլոգիա է, թարգմանի հայերեն, նույնացի հայերեն, խնդիր չունեն։ Սա մեր վերնախավի ստակամտության եւ տկարամտության արդյունքն է, որ իրենք ուզում են իրենց հերիք չեն իրենց առավելություն արտաքին դրսևորումները սկսած թանկարժեք մեքենաներից եւ այլն, հիմա ուզում են լեզվով էլ տարբերվել, բայց այդպեսի խնդիր չկա աշխարհում, գոյություն չունի։ Այստեղ իշխանությունների կողմից միգուցե սկզբունքայնության խնդիր է, որ իրենց ոչ ասող կա, իրենք անպայման պետք է բացեն, որովհետև բոլոր այն չափանիշները, որոնք թվում են իրենք, ասենք նույն էլիտար դպրոց ունենալը, նույն հայկական դպրոցում է հնարավոր չէ ունենալ էլիտար դպրոց եւ հայկական դպրոցի վրա ծախսել, ասենք 35 միլիոն դոլար, կարծում եմ, ասենք Հարվարդի համապատասխան շրջանավարտ կարող է ստալ այդ դպրոցից։ Ինչու է հատկապես օտարալեզու, ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ։ Ես պնդում եմ, որ միայն այդ օտարամոլությունն է պատճառը։ Դա երկու պատճառ, մեկը ներքին պատճառն է, ներքին բարդությունավորվածության, մեզ անդադ իրենք են օրինակ են բերում, ասում են գնում ենք բանակցությունների եւ մեր այսպես կոչված դելեգացիայը պատվիրակության կեսից շատ համրերի նման նստած ոչ հասկանում ինչի մասն է խոսքը, ոչ մի լեզու չգիտեն։ Բայց սովորեն։ Թող սովորեն։ Ախր հարցը այն է, որ այն падգամավորները, ում դրանք օրինակ են բերում, իրենք հայերեն էլ չեն հասկանում։ Այսինքն կարծես թե իրենք հայերենը հասցրել են կատարելության, ինչ որ գոհարներ են շահ տալիս ամբողջ օրը, այլ անգլերենից եւ ֆրանսերենից մի քիչ թերանում են։ Այդպիսի մարդիկ падգամավոր չպետք է լինեին ընդհանրապես։ Եթե եղել են, յոլոտայեք այն ինչ որ դուք մեր գլխին բերել եք։ Այսինքն իշխանությունների ունեցած ներքին բարդությունները տեղափոխվում է ամբողջ հասարակությունից։ Սա մեկ եւ երկրորդ ես արտաքինը նշել եմ, սա հայրենիքը աճուրդի հանելու առաջին քայլն է։ Այսինքն սա մեսիջը ինչպես ասում են, այսինքն ուղերձ է աշխարհին, հա։ Եկեք գնեք, ով է ուզում այս երկիրը գնել, որովհետև մենք ի վիճակի չենք սրանց պահել։ Այս բանակայում ինձ թվում է գնորդներ միշտ էլ կգտնվեն եւ կան երևի այստեղ։ Հարց է ծագում, որ Հայաստանում կան մարդիկ եւ դրանք ամենը շատանալու են, որոնք ճորտ չեն զգում իրենց եւ հողի հետ վաճառվելու որևէ ցանկություն չունեն։ Այստեղ ինձ հետաքրքիր է հասարակության վերաբերմունքը։ Հասարակության ներկա ամենասովորական միջին վիճակագրական հայ քաղաքացին ինչպես է վերաբերվում ձեր նախաձեռնությանը եւ արդյոք հասարակության մեջ տեսնում եք դուք պոտենցիալ ավելի աճելու եւ այդ քաղաքացիական անհնազանդությունը ավելի կուռ եւ ուժեղ դարձնելու։ Դա մեր նպատակն է։ Եթե դա չհաջողվի, ապա ես նախորդ ասեմ, որ դա մեղքը ոչ թե մեր հասարակությունը կլինի, ոչ մեր քաղաքացիները, ոչ այն մարդիկ, որոնք չկարողացան, այլ միայն մերը։ Ես նկատի ունեմ այսօրվա շարժման ակտիվիստներին։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի տարածվենք։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի այդպիսի նախաձեռնող խմբեր լինեն տարածքներում, օրինակ Գյումրիում։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի ամեն մարդ, որը չի հասկանում մեր նպատակը, մեր պայքարի, գոնե մեր փաստարկներին ծանոթանա։ Թող ծանոթանա եւ չհամաձայնվի, բայց մենք ծանոթանալու հնարավորություն կտանք։ Իմ փորձը ցույց է տալիս, որ եթե մարդուն բացատրում ես ինչի մասն է խոսքը, մանրամասն, մոտավորապես 2/3-ը մեր կողմնակիցներն են ստացվում, 1/3-ը հակառակ կողմի։ Երբ կա մի զանգված, որ ընդհանրապես ոչինչով չի հետաքրքրվում, դե ինչ արած, այդ կան, իրենք կան։ Շնորհակալություն, ցավոք սրտի, մեր ժամանակը արդեն սպառված է։ Հուսանք, որ մայրենի լեզուն ամեն դեպքում Հայաստանում չի տուժի եւ կմնա պետական լեզու։ Ես համոզված եմ, որովհետեւ չենք ունենա պետական լեզու, չենք ունենա պետականություն։ Շնորհակալություն, հարգելի հեռուստատիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալել էինք մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանից։ Տեսություն եղավ, ամենայն բարիք։